Փառք Հիսուսին, փառք մեր Տիրոջը, եղբայրներ, քույրեր։ Այս էլ մեծ պարգև է, մեծ ողորմություն է, որ այսօր մենք Տիրոջ ներկայության մեջ ենք եւ միաբան։ Եթե իր ներկայության մեջ ենք, ուրեմն Աստված մեզ հետ գործ ունի անելու։ Տերը օգնի եղբայրներ, քույրեր, միանգամից ուզում եմ Սաղմոս 105-ից կարդալ, որը հենց իմ խոսքի բնաբանն է։ 105 Սաղմոս 4-րդ խոսքից այսպես ասում. Տերը ու անոր զորությունը խնդրեցեք, ամեն ժամանակ անոր երեսը փնտրեցեք։ Կարծում եմ ինչքան կարևոր բան է, եղբայրներ, քույրեր, իր ներկայությունը, կենթանի հաղորդակցություն Աստծոյ հետ։ Սա շատ կարևոր է, մեր նախնի հավատքի հայրերը, Աբրահամը, Մովսեսը, մենք Աստվածաշնչի մեջ կարդում ենք, թե ինչպիսի հաղորդակցություն են ունեցել Տիրոջ հետ։ Մենք տեսնում ենք, որ Աբրահամը ասում է, իր խոսքերը այսպես ասկսեմ, հող ու մոխիր եմ եւ քեզ հետ խոսելու սկսեցա։ Եթե այս քաղաքի մեջ այսքան արդարը լիք կործանես եւ այսպես շարունակ հաղորդակցվում է Աստծո հետ հարցնելով։ Մովսեսը ուներ կենթանի հաղորդակցություն եւ շատ մարգարեներ, շատ սուրբեր եւ իզուր չի այս Սաղմոսի մեջ այս համարը ունի իր դերը եւ նշանակությունը, նրա զորությունը խնդրեցեք եւ ամեն ժամանակ նրա երեսը փնտրեցեք։ Ինչքան լավ է, որ մենք կանգնում ենք աղոթքի եւ Տիրոջ ներկայությունը քաղցր այցելում ամես։ Չէ՞ մի հատ երկ կա, չէ՞ ասում, եւ գնում ես ինձանից ցուրտ է հագնում իմ մարմինը։ Գիտեք, սա շատ կարևոր բան է, եղբայրներ, քույրեր, որ մենք ունենանք կենթանի հաղորդակցություն, բայց կենթանի հաղորդակցություն ունենալու համար հենց այնպես բաներ կա, որ մենք պետք է դրա համար բաներ կա, որ մենք պետք է անենք։ Հենց առաջի մարդը Ադամն ու Եվան ունեն հաղորդակցություն Աստծոյ հետ։ Բայց մենք տեսնում ենք մեղքի պատճառով կտրվեց այդ կապը եւ որ Աստված եկավ ասավ ուր ես Ադամ։ Ասեք մեղքը մարդուն հեռացնում է Աստծո ներկայությունից։ Այսօր աշխարհը ինչու է այդքան հեռու Աստծուց, Աստծո գիտությունից, անտեղյակ, խաբված ժողովուրդ, որովհետեւ չունեն կենթանի խոսքը, չունեն այդ հաղորդակցությունը, բայց մենք փառք Աստծու, ուրեմն սրա համար պետք է գոհանանք։ Եվ մենք կարդում ենք Եբրայեցիս թղթում, տեսեք Հիսուս Քրիստոսի խաչով ինչքան մեծ ողորմություն եղավ։ Եբրայեցիս 10-19 խոսքից։ Ուրեմն եղբայրներ, համարձակություն ունենք սուրբ տեղը մտնելու Հիսուսի արյունով, այն նոր ու կենթանի ճամփով, որ բացավ մեզի վարակույրի մեջ են, որը իր մարմինը, եւ մեծ քահանամը ունենալով Աստծոյ տան վրա, մոտենանք ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, սրտերնից չարխղճեն մաքրված ու մարմինից մաքուր ջրով լվացված։ Անխախտ պահենք հույսի դավանությունը, որովհետև հավատարիմ է նա, որ խոստացավ։ Տեր Հիսուս Քրիստոսի խաչով այդ տաճարի վարակույրը պատռվեց եւ բացվեց հավիտենական կյանքի ճանապարհը։ Բացվեց այն ճանապարհը, որ մարդը կարա մտնի եւ հաղորդակցվի Աստծոյ հետ։ 5 կտակարանի մեջ քահանայապետը իրավունք ուներ տարին մի անգամ մտներ սրբության սրբոցը։ Բայց Հիսուս Քրիստոսի խաչով, տեսեք, բացել է միշտ էլ ամեն ոք կարա հաղորդակցվի Աստծոյ հետ։ Սա մեծ ողորմություն է, եղբայրներ, քույրեր։ Մեծ ողորմություն է, որ մենք աղոթքով, խնդրվածքով մենք կարողանանք մոտենանք Աստծուն եւ մեր խնդրվածքը, մեր աղոթքը, մեր հաղորդակցությունը բերենք Տիրոջ հետ։ Գիտեք, կա
կա աղոտ ուղակի խնդրված։ Աղոտքը գիտեք, ես կասեմ, մենակ սա չի, որ աղոտքը ասում են, որ աղոտքը կոչվում է խնդրվածք, այո, բայց աղոտքը հաղորդակցություն է եւ հարաբերություն է Աստծոյի հետ։ Եվ որ մենք աղոթում ենք, մենք հաղորդակցվում ենք ու հարաբերություն ենք ունենում Աստծոյի հետ։ Գիտեք, եւ Աստված փափագում է, գիտեք սրա։ Աստված փափագում է։ Եվ որ Մովսեսը առաջնորդեց այդ ժողովրդին լեռան մոտ, որ Տերը ուզում էր հանդիպի, այդ ժողովուրդը չգիտես ինչու հեռացան նրա ներկայությունից։ Եվ հիշում եք այդ տեղը ինչ ասին։ Ասին Մովսես դու գնա, մենք չենք գալի, դու գնա քեզ ինչ որ կասի, դու մեզ կասես, մենք կկատարենք։ Չգիտենք ամենատարբեր եզրակացությունը կարանք անենք, թե ինչու այդ ժողովուրդը Աստված որ փափագում էր իր ժողովրդի հետ հաղորդակցվելու, հարաբերվելու, այդ մարդիկ հեռացան նրա ներկայությունից։ Եվ եղբայրներ քույրեր, գիտեք, հերթը մերն է, մենք հլատենանք, մենք ինչպիսի հաղորդակցություն ունենք։ Ամովսի մարգարեության մեջ այսպես ասում Տերը, ասում է Բեթելը մի փնտրեք, ինձ փնտրեք, որպեսի ապրեք։ Բեթելը գիտենք Աստծո տուն է նշանակում։ Չգիտեմ ոմանք միգուցե շատերը իրանց խիղճը հանգստացնում են ուղակի ժողով գալով։ Գալիս են ժողով, լավ երգեր է, երաժշտություն է, լավ միջավայր է, բայց չեն հանդիպում Տիրոջ հետ։ Բայց չգիտեն նրա ներկայություն։ Ամեն ժամանակ Սաղմոս 105 ասում է, նրա զորությունը խնդրեցեք եւ նրա երեսը փնտրեցեք, նրա երեսը փնտրեցեք։ Աստված փափագում է, եղբայրներ քույրեր, Հակոբոսի թղթի մեջ ասում է նախանձիկ փափագի իմ հոգին։ Աստված նախանձավոր է, որ քեզ հետ հաղորդակցվի։ Կա պատկերացնում եք, երկինք ու երկիր, մենք պատկերացնում ենք Աստծո մեծությունը։ Ակամա հիշեցի Եսայա 40-րդ գլուխը։ Աստված ասում է, ինձ ինչ նմանությունով եք նմանացնում։ Եվ այնտեղ մի բան եմ հիշեմ, ասում է, չգիտեք, որ ամբողջ ազգերը դույլից կաթած կաթիլի պես են։ Ասում է, օվկիանոսները նա իր ափի մեջ է պահում։ Պատկերացնում եք։ Ես մոտավորապես մեծության, նրա մեծությունն եմ ուզում հասկացնել, միգուցե մենք նրան շատ փոքրացնում ենք, մեր նման ենք սա։ Եվ նա, որ իր որդին չի խնայել, որ նա հավիտենական սիրով է սիրել մեզ, ոչ թե ժամանակավոր սիրով, որ նա շատ ողորմած է եւ շատ ներող է, որ մենք նրա շնորհքով ունենք փրկություն։ Մենք սայթակում ենք, վրիպում ենք, բայց դրա համար էլ հնարավորություն է ստեղծել Աստված, Հռոմեացիս թղթը Մարաքյանն ասում է, մեղքը ձեր վրա պետք է չիշխի, որովհետև դուք օրենքի տակ չեք, հապա շնորհքի տակ եք։ Միշտ Աստված հնարավորություն է տալի մարդուն վերականգնվելու։ Միշտ հնարավորություն է տալի Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվելու եւ սրբվելու։ Միշտ հնարավորություն է տալի վերականգնելու քո հաղորդակցությունը Աստծոյի հետ։ Գիտեք, ես 30 քանի տարվա մեջ ինչքան հոգիներ եմ եւ գիտեք ինչ եմ մտածել, որ այս մարդիկ հեռացել են Աստծուց, աշխարհ են գնացել։ Այս մարդիկ կորցրել են Աստծո ներկայությունը։ Եվ դա արել է մեղքը իհարկե։ Կորցրել են, որտեղ իրանց հաղորդակցությունը կորցնում են։ Մարդը չի կարող քթնի Տիրոջ քաղցրությունը, չի կարող։ Ոչ թե ես կասեի չի կարող, չի ուզում։ Տերը կանգնած է, սպասում է։ Տերը ուզում է տենա տվյալի զղջումը, կոտրվածությունը։ Տեսեք, Դավիթը ինչպես էր 51-րդ Սաղմոսի մեջ ասում է. Տեր դու զոհիչ ես հաճի,
որ քեզ զոհ մատուցանեմ։ Աստծոյ զոհը ասմա կոտրած հոգինա, կոտրած ու խոնար սիրտ ասմա Տեր դու չես անարգիլ։ Աստված այդքան ողորմած է։ Եղբայրներ, քույրեր, Աստված օգնի։ Տեսեք, ես մի թագավորի Աքաբի վրայով, օրինակ Աքաբը, ես ինչքան որ Իսրայելի թագավորներին գիտեմ, ես կարծում եմ ամենաչար, ամենակռապաշտ թագավորն է եղել Աքաբը։ Բայց եւ որ նա մեծ մեղք էր գործել, պատճառ էր դարել Նաբովթի անմեղ մարդու սպանությանը քարկոծելու, սպանելու իր կնոջ Հեզաբելի միջոցով։ Եվ որ Հեզաբելն ասավ, «Всё, նա մահացել է, գնա ժառանգի այդ այգին»։ Հենց որ գնում էր, մարգարեն եկավ, դիմավորեց, ասավ սպանեցիր ու պետք է ժառանգեսել, ու ասավ որ որտեղ որ Նաբովթի արյունն է թափվել, այնտեղ էլ քու արյունն է թափվելու։ Եվ որ լսեց, Աքաբը քուրձ հագավ, եւ գրված է որ դանդաղ քուրձ էր հագել ու դանդաղ քայլում էր։ Աստված այսպիսի անօրեն մարդու զղջումը տեսավ եւ իր պատիժը չփոխեց, բայց պատիժը հետաձգեց։ Ինչ որ միտեղ հաշվի առավ նրա կոտրվածությունը։ Աստված ուզում է հաշվի առնեմ, ուզում է տենա որ դու քո մեղքը ճանաչում ես, քո սխալը ճանաչում ես։ Մենք գիտենք մեր սխալները, մենք գիտենք որտեղ ենք մեղք գործում, մենք գիտենք որ սխալ ենք անում, որ երկար հեռախոսով զբաղվում ենք, հեռախոսը քաշում է մեզ, սատանան կարծես թե փոխել է, խաբել է, հեռախոսը տվել է, կտակարանը վերակալել շատերի ձեռից, փոխանակել է, ասել է այդ է զվարճալի բաներ, զբաղվի սրանով։ Եղբայրներ, քույրեր, թող Աստված օգնի, կարող է հեռախոսը չի, կարող է ուրիշ զբաղմունքներ, կարող է աշխարհային զբաղմունքներ։ Աստված երբեք մարդուն չի արգելեմ աշխատել։ Ընդհակառակն ասում է քո ձեռքերով աշխատի, որ կարոտ եղողին կարենաս տենաս կարոտա, մի բան հասցնես, մի բան տաս։ Բայց եթե մենք չարաշահում ենք այդ աշխատանքը, մենք հոգևորի հաշվին աշխատում ենք եւ աշխատում ենք ինչու համար։ Փողի համար, իհարկե։ Փողի համար։ Սահման կա, մենք այդ սահմանը պետք է անչկացնենք։ Եթե հավաքույթա, սա բարձրալ Աստծո պատվիրանքն է։ Եվ շատ կարևոր պատվիրանք է, միտեղ ժողովելը մեկ թողա, ասում է արարիչ Աստված։ Աստված օգնի, եղբայրներ, քույրեր, տարբերակը մարդու կա տարբերակ վերականգնվելու, կա տարբերակ, եթե որից է մեկը կամ քանիսները կորցրել են իրանց հաղորդակցությունը Աստծոյի հետ, կա տարբերակ, պետք է քննենք մեր անձերը։ Առաքյալն ասում է, ձեր ծիծաղը լացի դառնա, ձեր ուրախությունը տրտմության դառնա, դու պետք է անհանգստանաս սրա համար, դու պետք է, եթե պետք է ներողություն խնդրես, խոնարհվես, կոտրվես քո անհավատության համար, քո մեղքերի համար եւ խնդրես, որ նրա հաղորդակցությունը վերականգնվի։ Արդյոք սա շատ կարևոր հարց չի, եղբայրներ, քույրեր, եւ իզուր չի, որ Սաղմոս 105-ը ասում է. ամեն ժամանակ նրա երեսը փնտրեցեք։ Չէ որ մենք եւ որ ամբողջ եկեղեցին վերցվի երկրի վրայից, մենք այդ հաղորդակցությունով պետք է վերցվենք։ Պատկերացնում եք, եթե մեկը մի կարճ ընթացքել կորցրել է իր հաղորդակցությունը եւ հանկարծ եկավ պահը, որ Տերը իր ժողովուրդը վերցնում է եւ դու չունես քո հաղորդակցություն։ Քո կապը կտրվել է, լարը կտրվել է, կապ չկա։ Եվ այս հաղորդակցությունը, եղբայրներ, քույրեր, մեզ կտանի ապաշխարության։ Մեզ կտանի ապաշխարության պտուղ բերելու առաքյալն ասա։ Եվ ապաշխարությունն էլ այսօր շատ սակավ բանա չես տեսնում մարդկանց փոփոխությունը։ Մարդիկ կարծես թե ասում են, ես չեմ փոխվելու։ Գիտես, իրանց կյանքով են ասում։
Ես թենց էլ կամ, թենց էլ պետքա մնամ, թենց էլ մարմնավոր պետքա մնամ, թենց էլ գայթակղվող խռով կամ պետքա մնամ, թենց էլ պառակտված ու անմիաբան պետքա մնամ, հետ քաշված, մարմնավոր, շնչավոր, չեն ուզում փոխվեն այդ մարդիկ։ Գիտեք, մի բան ասեմ, թող տարօրինակ չթվա։ Գիտեք, ձեր մարդիկ այսօր իրանց փրկությունը իրանք են որոշում, փրկվելու են իրանք թե չէ։ Կարող է մեկն ասի, ոնց թե դա Տերն է փրկողը, ոնց կլի Տերն է փրկողը, Տերը չի չփրկողը։ Ինչ է կարծում, Տերը չի ուզում, որ դուք փրկվեք։ Տերը ուզում է, որ փրկվեք։ Տերը ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն, աշխարհի բոլոր քանի միլիարդ մարդ կա, լրիվ փրկվեն եւ ճշմարտությունը ճանաչեն։ Բայց եթե մարդիկ չեն ուզում, իրանք որոշում են, որ իրանք չեն փրկվելու։ Իրանց որոշումներով, գիտեք, մի որոշում կարող է քո կորստի պատճառ դառնալ։ Մի ճիշտ որոշում կարող քեզ կորստից բերի դեպի փրկություն։ Դա ինքնորոշում է։ Աստված մեզ ազատ կամք է տվել։ Օրինաց գրքում ասում է, ահա ձեր առջև դրի օրհնությունը եւ անեծքը, կյանքը եւ մահը։ Աստված մարդու ազատությունը հարգում է եւ հուշում է, գիտեք, ասում է, ուրեմն կյանքը ապրի, կյանքը ընտրի, որ ապրես դու եւ քո սերունդը։ Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, Տերը օգնի մեզ, մենք այս խոսքի, այս թեմայի իմաստը հասկանանք։ Կարևորը սա է, որ մենք հասկանանք եւ այն ինչ որ մեզ վերաբերվում է, մենք աշխատենք դրա վրայով։ Աշխատենք դրա վրայով։ Մենք որ աղոթում ենք, մենք պետք է իմանանք Տերը լսեց մեր աղոթքը թե չլսեց։ Եթե ասում է, գիտեք որ կլսի, ուրեմն պետք է կատարի։ Աղոթքներ չկա, որ աղոթքները ուղղակի աղոթում ենք, բայց չենք հասկանում։ Չգիտենք Տերը լսում է թե չի լսում։ Բայց աղոթքներ էլ կա, որ աղոթում ենք, զգում ենք, որ Տերը լսեց այդ աղոթքը։ Այ Աստված այս հաղորդակցությունն է ուզում մեզ։ Որ մենք որպես Տիրոջ ոչխարները նրա ձայնը լսենք։ Բեթելը մեկ փնտրի, ինձ փնտրեք, որպեսի ապրեք։ Ապրելու համար իրան պետք է փնտրենք։ Տիրոջ անունը փառավորվի։ Շատ սուրբեր, շատ նախնադարյան առաջնորդներ փափագել են, ունեցել են սրա կարևորությունը, իրանք հասկացել են, օրինակ Մովսեսը շատ հասկացել էր, շատ նախանձախնդիր էր Տիրոջ ներկայության համար։ Եվ մենք տեսնում ենք, եւ որ Իսրայելի ժողովուրդը կուրք էին սարքել, հորթ էին սարքելու պաշտում էին։ Տերը ասավ, գնացեք, խոստացել եմ ձեզ Քանանի երկիրը, գնացեք, ձեզ հետ մի հրեշտակ կհարգեմ ու ձեզ կառաջնորդի, բայց Մովսեսը համաձայն չէր, ասավ ոչ Տեր, եթե քո ներկայությունը մեզ հետ չգա, մեզ այստեղից մի հանի։ Փափագում էր Մովսեսը Տիրոջ ներկայությանը։ Մովսեսը գիտեր, թե ինչ է նշանակում Աստված իր հետ լինի եւ իր հետ չլինի։ Նա համաձայն չէր հրեշտակին։ Եվ նա ընդհուպ խնդրեց, ասավ Տեր, քո փառքը ցույց տուր ինձ։ Եվ տեսեք, Աստված չմերժեց նրան։ Ասավ ես քեզ կդնեմ մի քարայրի, մի խոռոչի մեջ, եւ որ անցնեմ, ձեռքով կփագեմ, եւ որ ես անցնեմ, դու հետևից կտենաս, մարդը չի կարող ինձ տենա եւ ապրի։ Տեսեք, Աստված այս խնդրվածքը Աստված հավանեց Մովսեսին։ Ասավ ես կանցնեմ ու դու հետևից կտեսնես իմ փառքը։ Մենք այդպիսի Աստված ունենք, եղբայրներ, քույրեր։ Մեզ պետք է որ արթնանանք, վեր կենանք, նա ուզում է ծածուկ քեզ հետ առանձին հանդիպի։
Նա քեզ ավելի շատ ասիրեմ, քան թե որ դու կարծում ես, որ նա քեզ այդքան շատ ասիրեմ։ Նրա հոգին նախանձում է քեզ հետ հաղորդակցվելու։ Հասկանում եք։ Եվ Տերը ուզում է, որ մենք իր կամքի մեջ մնանք։ Ուզում է, որ իրան սիրենք, որտեղ նա արժանի է։ Արաքյանն ասում է, մենք պարտական ենք իրան սիրել, որտեղ առանձնա մեզ սիրեց։ Տերը թող օգնի եղբայրներ քույրեր։ Մտածենք այս բաների վրայով եւ թող փոփոխություն գա մեր կյանքերում։ Կարևորը փոփոխությունն է, կարևորը ապաշխարությունն է։ Երկինքը ուրախ է մեկ մեղավորի համար, երբ է ուրախ, եւ որ այդ մեկ մեղավորը ապաշխարում է։ Եվ որ այդ մեկը փոփոխվում է, սա նոր եկած հոգիների մասին չի միայն խոսքը։ Այսօր եկեղեցում մել կան չփրկված հոգիներ։ Կան չփրկված հոգիներ, որոնք այսօր, չգիտեմ, տգիտությունից է, անհավատությունից է, արհամարում են Աստծոյի կամքը։ Այդ օրը ասեն Տեր, բայց Տերը պիտի ասի ձեզ չեմ ճանաչում։ Մեկնի գնացեք։ Հիմա մենք ունենանք այդ հաղորդակցությունը, որ Տերը մեզ մեր անուններով կանչի, որ ունենանք այդ հաղորդակցությունը, որ Տերը մեզ ճանաչի։ Այո, սիրենք նրան, որովհետև նա առաջուց սիրեց մեզ։ Ոչ թե Պետրոսի նման։ Կարծում եմ Պետրոսը հետո իրական սիրով սիրած կներ։ Անկեղծ սիրով։ Պատրաստ նրա անվան համար նահատակվելու։ Մեզ պետք է ապաշխարենք եղբայրներ։ Քննեցեք ձեր անձերը, արդյոք հավատքի մեջ եք, արդյոք հավատարմության մեջ եք։ Իմիջիայլոց մենք սխալ չհասկանանք Աստծո խոսքը։ Գրված է, որ ամեն ով որ հավատա, չէ՞, մարդիկ կարող ասեն դե հավատում ենք։ Հավատքը նաև թարգմանվում է հավատարմություն։ Իսկ հավատքը ինչպես կարող լինի հավատարմություն, եթե նրա հավատքին, նրա խոսքին անհնազանդություն կա։ Ավետարանը բոլոր կետերի վրա խոսում է մեզ հետ։ Եվ որ մենք մի պատվիրանք էլ չենք կատարում մանավանդ հասկանալով, մենք արդեն մեղք ենք գործում։ Մենք վշտացնում ենք Սուրբ Հոգուն։ Մենք որպես թե ասենք, մենք ավելի լավ տարբերակ գիտենք, քան թե դու։ Դու այդ պատվիրանքը, որ գրել ես, հա, լավ է, բայց ես ուրիշ ձևով պետք է անեմ։ Սա արհամարանք է Աստծո։